Ավանդությունը պատմում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյն իջավ տապանից եւ առաջին վայրն ուր հանգրվանեց Նախիջևանն էր։ Ասում են, որ հողագործ Նոյը բարձր լեռների մեջ փոքրիկ մի հողակտոր գտավ, որտեղ էլ տնկեց խաղողի առաջին որդը, եւ այդ որդատունքի պտղից էլ պատրաստեց անմահական գինին։ Ջրհեղեղից հետո գինին մարդու կողմից պատրաստված մշակված առաջին ստեղծագործությունն է, որ հազարավոր տարիների միջով անցել եւ ավելի է կատարելագործվել։ Իսկ խաղողագործության հայրենիքում Հայաստանում այսօր գինին վերածնունդ եւ նոր կյանք է ստանում, հանդարտ ու վստահ իր տեղը գրավելով աշխարհի առաջատարների շարքում։ Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի հետ համատեղ մենք շարունակում ենք շրջագայել Հայաստանի գինոտ ճանապարհներով։ Այսօր հետաքրքիր մի կանգառ ունենք խաղողի համար Նոյի ընտրած ամենահարմար եւ յուրահատուկ վայրում։ Հայաստանի Խաչիկ բնակավայրում, որտեղ կբացահայտենք սահմանապահ այս բարձունքի համի եւ իհարկե կամքի ուժը։ Հետո մեզ կրկին կհանձնենք երկար ու կտրուկ ոլորաններին, որպեսզի հասնենք հին կամրջին եւ իր պատվին անվանակոչված գերազանց գինիներին։ Այո, մեզ սպասում են հյուրընկալ Old Bridge գինեգործարանում։ Լսեք։ Այ քամու է սոսափը, լեռների է ուժեղ լռությունը եւ բնության ձայներն են, որ բնորոշում են մոտ 1800 մետր ծովի մակարդակից բարձր այս Խաչերի երկիրը։ Խաչերի երկրում Հայաստանում Խաչիկ գյուղի սրտում ենք հենց։ Խաչիկ գյուղից եթե նայենք, գտնվում է սահմանը, ընդամենը ուղիղ գծով մոտ 5-600 մետր։ Որևէ գյուղ, որևէ երկիր աշխարհում ապրում է առաջին հերթին իր հողագործով, իր գյուղով։ Եվ մենք գտնվում ենք այնպիսի մի գյուղում, որը սահմանապահ գյուղն է։ Եվ այս գյուղում յուրաքանչյուր տուն ծեծելով, յուրաքանչյուր դուռ բացվելով դուք կտեսնեք բացառիկ հյուրընկալություն։ Մենք եկել ենք Խաչիկ գյուղ, Վայոց ձորի ամենագողտրիկ վայրերից է, որպեսզի բացահայտենք նրանց ավանդույթները, պատմական կարևոր նշանակությունը, ստրատեգիական կարևորությունն ընդգծենք եւս մեկ անգամ եւ վայելենք մարդկանց, որոնք ապրում են այստեղ եւ բառիս բուն իմաստով սահմանապահ են։ Խաչիկը ոչ միայն Հայաստանի հարավ-արևմտյան հատվածի սահմանապահներից է, այլ նաև երկնքի ու երկրի։ Այն պատմական անցյալի ու հաղթական ապագայի յուրօրինակ խորհրդանիշն է։ Եթե կորցրել եք ձեր լռությունը, գնացեք Խաչիկ, հայտնվեք սահմանի եզրին ու բացահայտեք ձեր ներքին սահմանների ամրությունը, հաղթահարեք ձեր ներքին վախերն ու այս հզոր, բայց չափազանց համեստ մարդկանցից հաստատ կսովորեք ապրել ներդաշնակ։ Դրախտը նրանց ներսում է։ Տիկին Արմենուին մեզ օգնում է պատրաստել ուլ թոնրի մեջ, ոչ ավել ոչ պակաս Խաչիկ գյուղում, 1800-ից ավելի բարձրության վրա ենք ծովի մակարդակից եւ մեր մակարդակին հիմա հասնելը շատ դժվար բան է։ Այդ ոտերը ինչ եք մեջ անում, Ռուբիկ ջաջա։ Типа վերջինա փախնի է։ Նավ քնածանի դժվար չի։ Ինչ ենք լցնելու մեջը Տիկին Արմենուին, մի հատ ինձ ասեք։ Ես որ թեյզլարը պատրաստելի, ես արդեն ընթացքում ամեն ինչ կասեմ։ Այստեղ անասելի սրտաբաց են եւ հյուրասեր։ Երբ հասանք գյուղ, նրանք մեր հյուրասիրության նախապատրաստությունն արդեն տեսել էին։ Որոշել էին մեզ պատվել խրավով։ Խորովածի տարբերակն է։ Տիկին Արմինեն կիսաձայն նկատեց, որ այս ուտեստը թանկագին հյուրերի համար է, իսկ նրանց համար բոլոր հյուրերն էլ թանկագին են։ Հիմնականում մենք պատրաստում ենք հյուրերի համար։ Դե դա էլի։ Շատ հարգված հյուրերի համար։ Ահա։ Լրիվ ճիշտ տեքստեր են հնչում։ Բանը, մենք պատրաստում ենք մածուն ենք լցնել, մեզ աղ ենք ավելացնել։ Մածունը ինչի մեջ ենք լցնելու, թե պատելու ենք ուլին։ Հա, հենց մենք պատելու ենք ուլին, բայց մենք հիմնականը պատրաստում ենք աղը, հիմնականում խրովի տակ, մենք դնում ենք հաճարով փլավ, բայց մենք խրովի տակը նշանակում է տապակով տակն ենք իջեցնելու, որ իր ջուրը կաթա, կասուկով դնում ենք թոնրի մեջ, այս խրովի ջուրը ամեն ինչը թափվում է այս ճաշի մեջ, բայց հիմնականը մենք այս հաճարով փլավը ղավրմով ենք պատրաստում ձմեռը։
Էլեն միշտ մեր գյուղը ինչ ավանդական, ինչ տոն կամ հարգված հյուրեր են հիմնականում մենք պատրաստում ենք աճարով փլավ։ Ինչով մսով։ Մսով հիմնականում եթե արդեն ձմեռը հավերում, ակլոր ենք մորթը, ակլորով ենք պատրաստում։ Տիկին Արմենի, դուք ծնվել եք այս գյուղում, Խաչիկ։ Դուք խաչիկցի եք, բնիկ, քանի սերունդ։ Ես Դուք եք, ձեր հայրն է այստեղ եղել։ տատը Տատը, պապը, պապա։ հա, Հետո տեսել եմ, տատը պապսել եմ ես տեսել։ իրենք էլ են այստեղ ծնվել։ Հա։ Գժություն, այսինքն իրենք, Հա։ քանի սերունդ է։ Երևի արդեն 4-5, արդեն թորել ունեմ ես, 5-րդ սերունդը։ Իսկ որտեղից են եկել Խաչիկ, տատը, պապը։ Հենց Խաչիկից են։ Հասկացա։ Հա, Խաչիկ գյուղից են։ Հիմնականում բոլորն են Խաչիկից են ծնվել։ Որտեվ աշխարհում երբ 7-րդ օրը արդեն Աստված որոշեց հանգստանալ, 6-րդ օրը ստեղծվել էր Խաչիկը։ Իսկ Խաչիկից են կողմ չկա էլ ոչինչ։ Աշխարհի վերջն է։ Տիկին Արմենու, ես հետևում եք կանքա, հա, փաստորեն սրանով էլ մենք աղում ենք։ Այս ձավարը, հիմնականում խոսի ձավարը, որ սարից բերում ես, մաքրում ես, ես ստով աղում ես, որովհետև ճաշի համար այդ մեծ է։ Հասկացա։ Պետք է աղանք։ Հա, աղում ենք։ Խաչիկ գյուղում են գտնվում, որտեղ մարդիկ սովորել են վտանգին զուգահեռ ապրել շատ խաղաղ կյանքով։ Եվ 7-րդ եթերաշրջանը լավ տրամադրության մասին է, չէ՞ որ խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին մենք բացահայտում ենք գինիները։ Եվ ինձ թվում է այսօր էլ ենք այդ գործի վրա լինելու։ Դրվեց այսպես արանքային, չէ՞։ Կանեցանենք հենց։ Սենց սիրուն արանքում եմ դրել, որ կաթա ուղիղ իր մեջտեղը։ Վերջիցը վերցնում են, Հա։ այսպես դնում են ես մեջտեղը, այսպես, որ եթե չորացա, Ուրեմն էփված է։ ուրեմն խրովը արդեն պատրաստ է։ Ուլով խրով։ Ուտեստը պատրաստելուց առաջ ուլի միսը պետք է մարինացնել։ Դրա համար անհրաժեշտ է ընդհանրապես մածուն, աղ ու կարմիր պղպեղ եւ շատ սեր։ Պարզ այս բաղադրատոմսի միակ գաղտնիքը թոնիրն է։ Հենց թոնրում էլ ուլի միսը եփվում է, իսկ դրա տակ կաթսայով եփվող հաճարով փլավը դառնում է ուղղակյան մահական ուտեստ։ Խաչիկ գյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Գեղատեսիլ լեռների նեղլիկ ոլորաններն անցնելիս ձեզ անընդհատ կարող է թվալ, թե կտրվել եք երկրից եւ սավառնում եք երկնքում։ Խաչիկցիներն ասում են, որ հենց իրենց գյուղում է Նոյը առաջին անգամ տնկել խաղողի առաջին բորթը։ Նրանք վստահ են, որ նահապետը տապանից դուրս գալուց հետո հենց իրենց գյուղում է իջևանել։ Իսկ այդ մասին շատերը չգիտեն, քանի որ գիր չի եղել։ Հիշատակություն չեն կարողացել թողնել։ Ասվածն էլ հաստատում են իրենց գյուղում աճող ամենահամեղ խաղողով։ Գյուղի Խաչիկ կոչվելու մասին զրույցները մի քանիսն են։ Դրանցից մեկի համաձայն երկար տարիներ այստեղ պահվել է տիրոջ խաչափայտի մասունքը, եւ այդ մասունքի օրհնությունը մարդկանց ավելի արարող է դարձրել, ավելի զորեղ։ Խաչիկ գյուղում այսօր այցելուն ինչ կարող է գտնել Հովիկ ջան։ Օրինակ, չգիտեմ, հնավայրեր հետաքրքիր։ Հնավայրերից ունենք բան, գյուղը մտնելուց հենց աշտևի վրա ունենք խոթակերած եկեղեցիա կոչվում։ Վերանորոգվել է 9-րդ դարում։ Գյուղը մտնում ենք արդեն մեր ունենք հին տներ, հազարաշեն տներ։ Ես միտեղ տեսա ձիթանի քար ճանապարհին ու հասկացա, որ ձեզ մոտ նաև շատ են այդ հին ձիթանի քարերն ու հին ներկանքները, որովհետև գյուղում էկողներ չեն, այստեղ բնիկներ են եղել, մեր գյուղը, Խաչիկը, Արենին, Աղավնաձորը, այստեղ նայուն միշտ պատերազմ ա եղել, գրիվ ա եղել, ինչ եղել է, քարանձավում պահվել են, նորից եկել ես մյուս գյուղը քանդվել ա, շենացրել կամ մի քիչ են կողմի վրա 7-8 գյուղատեղ ա եղել, մինչև ամաղու հասնելը, որոնցից պահպանված շատ իրեր կան, վերականգնում ենք, փորձում ենք, որոնք որ մելորացիա արդյունքում ծածկվել են, հիմա հողի շերտի տակ են, ու գրականության մեջ հիմնականում հանդիպում է, որ Խաչիկը չբացահայտված հնավայր է։ Այսինքն, եթե մի
շերտ վերցնենք, դա ինչ որ մի գյուղի հետ կամ ինչ որ մի տան հետ, մի ձիթանի հետ, ինչ որ մի բանի հետ հաստատ կգտնենք։ Մենք իրականում հիմա 7-րդ եթերաշրջանով ներկայացնում ենք տարբեր գինեգործարաններ, բայց պարտադիր պետք է գայինք այստեղ, որտեղից սկսվել է հայոց գինեգործության այն հիմնական ավանդույթը։ Որքանով են գալիս, դուք զգում եք արդյոք տարբերությունը, թե չէ, ասենք Եվրոպայից զբոսաշրջիկներ կամ հիմա ներգնա տուրիզմ ասվածով, հա, որքան է ակտիվ։ Գաթայի փառատոնով ենք սկսել հայտնի դառնալ, հետո սկսել ենք գնահատել մեր խաղողը, որ աճում է 1700 մետր բարձրության վրա, որոշ տեղեր 1800 եւ մինչեւ 1900 ու բարձրության շնորհիվ խաղողը ունեն այլ համային հատկություններ եւ այլ որակական հատկություններ, որը որ այսօր արդեն գինեգործների ինչ որ հստակ շարժ կա դեպի Խաչիկ, Խաչիկում խաղողագործություն զարգացնել, Խաչիկում գինեգործություն զարգացնել, շատ գինեգործներ գալիս են մթերում են այստեղի խաղողը իր համային հատկությունների համար։ Մենք գտնվում ենք Խաչիկում, Խաչիկը վերևից որ գալիս ես, մի բուռ է թվում։ Բայց Խաչիկը շատ մեծ է իրականում, իր պոտենցիալով եւ իր գործունեությամբ եւ իր կամքով։ Երանուհի ջան, խնդրում եմ ասեք, դուք ունեք մի բուռ Խաչիկ ծրագիր։ Կոոպերատիվ ենք ստեղծել։ Այո, ինչ է, կոոպերատիվը լավ բառ է, սովետական է։ Մի բուռ նախագիծն է, որը որ ստեղծել է մի բուռ Խաչիկ կոոպերատիվը, որ այս պահին սկսել ենք արտադրամասից, ուզում ենք հիմնել փոքրիկ արտադրամաս, որտեղ որ առաջինը կլինի չրերի արտադրություն եւ թեյաբույսեր, խոտաբույսերի, որովհետեւ այստեղ բուսականությունը բազմատեսակ է եւ վայրի բնությունը շատ հարուստ է եւ մենք ուզում ենք ճիշտ օգտագործել դա, հա։ Որը կոոպերատիվը կտանի նրան, որ գյուղը կունենա առանց թունաքիմիկատների արտադրություն, օրգանական արտադրություն, որտեղ մեր պայմանները թույլ տալիս են դա բարձրենք, ճանապարհից եւ գործարաններից հեռու ենք։ Որոնք են հիմնական խնդիրները, Հովիկ ջան, մեր հիմնական գլխավոր գերն հիմնախնդիրներից ամենակարևորը ռոռոկման ջրի խնդիրն է, Նազենի ջան։ Մինչև հիմա կա։ Հա, ունենք ռոռոկման ջրի խնդիրն ունենք։ Մեկը բնականաշինությունն է, երկրորդը որ կարելի է կարգել, առաջինը ռոռոկման ջուրը, հետո տնաշինության խնդիրը։ Դե հա, գյուղացին իր ուժերով շատ դժվար է։ Որովհետև արդեն մոտ 60-70 տուն 100 եւ ավել տարվա 4-րդ կարգի վթարային տներ են։ Բայց համ ափսոս են այդ տներին ձեռք տալը, համ էլ պետք է ամրացնել ճիշտ, որ վերջնական չխրվեն։ Ասենք այդ տների մեջ հենց հիմա բնակիչ է բնակվում։ Այլ կերպ չի էլ կարա լինի, բայց նորաստեղծ ընտանիքներ էլ կան, որ ուզում են տուն։ Դե մենք հուսով ենք, որ մենք լսելի ենք շատերի մոտ եւ հուսով ենք նաեւ, որ թե ներսից, թե դրսից, բոլորս միահամուռ ուժերով կկարողանանք իսկապես շենացնել Հայաստանի յուրաքանչյուր գողտրիկ գյուղակ։ Եվ վերջո մեր սահմանապահները գյուղերն են առաջին հերթին։ Խաչիկ բնակավայրի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Մշակվում է ցորեն, գարի, հաճար, կտավատ։ Ունեն մրգերի մեծ այգիներ, իսկ խաղողի այգիները նրանց առանձնահատուկ հպարտության առարկան են։ Համայնքն ունի էկոլոգիապես մաքուր, օրգանական սննդամթերք արտադրող համայնք դառնալու եւ ագրոտուրիզմի սիրահարներին ներգրավվելու բոլոր նախադրյալները։ Հիմա նաեւ տուրիզմի զարգացումն է ուշադրության կենտրոնում։ Արդեն մի քանի հյուրատներ պատրաստ են ընդունելու գյուղական տուրիզմի սիրահարներին։ Խաչիկ համայնքի Խաչիկի հյուրատունը հենց դրանցից մեկն է։ Մենք պաշտպանված ենք, որովհետեւ Արջևում մեր սահմանապահներն են, իսկ այստեղ մեր սահմանը պահում են Խաչիկ գյուղի գյուղացիները։ Այդպես պաշտպանված ենք եւ մենք Արաքելանց տանն ենք։ Հին տուն ա եղել, պապու տունը, ասենց ասեմ։ Այս վերջերս ավելի շատ կարգ ենք հրավիրել, հին իրերը վերցրել ենք, դասավորել ենք ձեր նման լավ հյուրերի համար, կան, հանգստանան, հյուրասիրվեն, փորձեն մեր գյուղի ճաշատեսակները, մրգերը, գինին, ինչ կա։ Չմոռանանք, որ Խաչիկ գյուղը եւ ընդհանրապես Խաչիկ անունը ունի կարևորագույն հիմքը մեր քրիստոնյաների
հողագործության խաչի եւ հետաքրքիր է որ խաչիկ այս բնակատեղին տանում է իր հետ այդ ավանդույթը մի տեսակ բարձր պահած խաչով է ընթանում առաջ Մեր Խաչիկ գյուղի անունը հենց անունի ավանդապատումներից մեկը նրանում է որ այստեղ եղել է խաչերի տեղ Խաչիկ խաչերի տեղ դարել է Խաչիկ եւ մյուսը որ Խաչիկ վարդապետի անունով է գյուղը շինեցի այս գյուղը եւ այն իմ անունով կոչեցի Էլի այտենց կա որ Հիսուսի խաչի մասունքներից են բերել այստեղ խոտակերած քաղաքը։ Հիմա ինչ միացնում է իհարկե փոքր մասունքը։ Այդ մասունքից հետո էլ արդեն Խաչիկ գյուղը։ Ես չգիտեմ իհարկե որ ավանդազրույցով է դա, բայց փաստը հաստատուն է, որ առավել հյուրընկալ միջավայր դժվար էր պատկերացնել։ Ես ուրախ եմ, որ դուք այն վերացնում եք գյուղական տուրիզմի ու եթե ներգնա տուրիզմ բառը տեղին է ասել, ապա ես կարծում եմ ցանկացած հայաստանցի պետք է գոնե կյանքում մեկ անգամ գոնե գա ապրի մի քանի օր այստեղ, արդեն ունեք դուք կենցաղային հարմարություններ, հյուրընկալություն որոշ չափով ավելի կզարգանա վստահ եմ ու վայելի է ոչ թե ուտելիքը միայն ոչ միայն պտուղը այլև հենց մշակույթը վայել Մենք հիմնականում անում ենք դրա համար որ մեր գյուղացիները տեսնեն ու պահեն դա Տիկին Թագույն մեզ այսօր պետք է սովորեցնի թե մենք ոնց ենք պատրաստելու ավանդական խաչիկյան արիշտան Մենք ձեզ կասենք պատրաստելու ձևը մենք ուտենք արդեն Գժական արիշտան Իհարկե Նախ մեզ ինչ է պետք է արիշտայի համար Արիշտան պատրաստելու համար սող, չիր, բնական չիր, ծիրանի Նույնիսկ կարելի է հաճելի է տարբեր չիրեր, բայց մեզ մոտ ընդունված է ծիրանի չիրը Երևի համադրությունը դրանց ավելի ճիշտ է Ձու, ձվածեղ ենք պատրաստում ու տակը դնում ենք լավաշ Այսինքն մեր բոլոր ավանդական հայկական ինգրեդիենտները կան ընդհանուր դե գնացինք Հիմա միջև ջուրը տաքանալ է մենք կարող ենք մաքրել սոխը Ես մենք նկատի ունեիք ես Հա ես Ես չգիտեի որ դուք սոխով եփում եք ինձ մեր սոխ առած պիտի անենք յուղերով Չէ, սոխով եփում ես, հետո ռշտել լցնում ես, որից հետո էլ չիրն ես լցնում, նախապես չիրը մի քիչ փափկացրել ենք, նորից էլի կլվանանք։ Ինչով ենք փափկացնում ջրով։ Հա, ուղղակի ջրով լվանում ենք։ Ջրով լվանում ենք, լցնում ենք, ռշտը մի քիչ եփումա, եռումա, նոր ենք լցնում, որպեսզի շատ սենց չտարածվի, չլխկվի։ Մի քիչ բայց կլվանանք, որ ավելի փափկի։ Չէ, պետք է լվանանք անպայման։ Այդ նախապես մի քիչ թրջել են, բայց պետք է լվանանք անպայման։ Հիմա ես լվանամ, որ ժամանակ մենք չկորցնենք։ Սոխը շատ հետաքրքիր։ Հա, սոխը համատալիս։ պետք է մեծ լինի։ Մենք հետո քամելու ենք այս ջուրը։ Անպայման։ Հասկաց։ Բա, ռշտին քամում ենք, Ես դրա համար զարմացա, էլի։ յուղով պատրաստում ենք, որովհետև հա, ձվածեղ առանձին ենք անում, լավաշ առանձին տակն ենք դնում։ Ձվերը բերենք։ Ահա, ձվերը պատրաստ է։ Հավերը ձվերը բերել են։ Գինի եք բերել, վայ Երանուհի ջան։ Այս գինին փաստորեն Խաչիկի անձնական օգտագործման գինին է, նկատի ունեմ Խաչիկ բնակավայր է, էլի։ Եվ քանի որ մենք այս տարի 7-րդ եթերաշրջանը խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին ենք բացահայտում եւ գինիներին է նվիրված, ես հիմա սիրով ըմբում եմ իսկական տնական խաչիկյան գինի, Վայոց ձորի ուժով։ Մաեստրա Տիկին Թագույն ընտիր գինի էր։ Ով է սարքում։ Յուղում սարքում են։ Խաչիկի ռշտա պատրաստելու համար պետք է արիշտակ, սոխ, ծիրանի կամ այլ քաղցր մրգերի չիր, ձու, լավաշ, յուղ եւ աղ։ Կաթսայում եռացող ջրի մեջ եփում ենք խոշոր կտրատած սոխը, մինչև փափկելը։ Եփելուց առաջ պետք է ռշտան լվանալ, քամել եւ լցնել եռացող ջրի մեջ։ Մի քիչ հետո ավելացնել նախապես թրջած ջիրը։ Լավ եփված ռշտան ջրքամել, թեթևակի լվանալ սառը ջրով եւ մինչև այն քամվում է պետք է պատրաստել ձվածեղ։
Ամենավերջում պետք է կացայի մեջ մեծ քանակությամբ յուղ հալեցնել, լավաշը շարել մեջը եւ երկու կողմից թեթևակի կարմրացնել, լավաշի վրա ավելացնել արդեն եփված ռշտան, սոխով ու ջրով, հետո ամենավերևում դնել ձվածեղը։ Այս հետաքրքիր ուտեստը մատուցվում է տաք վիճակում եւ երբեք չի ներվում, եթե դուք չեք ուտում մինչեւ վերջ։ Այս ցեխը վերցնենք, այս երեսի ցեխը, որ չթափվի ներս։ Մի հատ երեսի թուղթը վերցնենք, որ Իրոպեն ազենջա։ Այս օգնում է։ Երեսինը վերցնենք, նոր տագինը որ այս երեսինը վերցնենք։ Բռնեցինք ու գնացինք։ Դադա։ Տակից, վրից, կողքից, ներսից։ Տանամ, տան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 ാ Դրեցինք։ Հիմա ձեր տանը ամենաճիշտը խոհանոցում ով է սարքում, Ձյաձ Ռուբո։ Դեն Ձյաձ Ռուբոն ասա։ Տենց էլ գիտեի, այս հենց են տղամարդիկ, մենք ամբողջ օրը գործ անենք, իրանգան վերջում աղեցան են, ասում մենք ենք ճաշը սարքել։ Ցավ տանեմ, որ ասում ես եմ ուրեմն։ Ամուսնացել։ Ձյաձ Ռուբոյի սիրտը ազատ։ Ես եմ, ուրեմն ես եմ։ Ձյաձ Ռուբոյի սիրտը ազատ է, պսակելու ենք։ Խաչի գյուղի միակ ազատ փեզենա, всё։ Ոյ, որ ուրախ կամպանիայի այստեղ շատ կոնկրետ խաչիկցիները ահավոր կեն, ուրախ են ու շատ իսկական։ Ձյաձ Ռուբո, քանի տարի եք ապրում Խաչիկում, ծնվել եք այստեղ։ Այո, պապսելաստեղ ծնել ես էլ հələ։ Շարունակություն չկա իհարկե։ Դե ոչինչ, ամեն ինչ արջևում է։ Այո։ Էլ արդյոք բան չկա։ Ես եմ իմացել։ Ասում եմ ամեն ինչ արջև, էլ արջև բան չկա, ես եմ մնացել մենակ։ Գործողություն ավարտված է, մնում է խմելը։ Այո, գնացինք։ Գործողություն ավարտված է, մնում է խմելը։ Գնացինք։ Ոչ խոսել սա գալի, հետո ոչ ուտել ես։ Հենց ես էլ դենտարի սոված մնացի։ Բա սոված մնացիք, վերջում բախտնել չբացվեց, լրիվ իմինի նման։ Միած Ոչ հաց են տալի, ոչ ժամանակ են թողնում մարդ իրա բախտը ապսպրի։ Հետո էլ ասեն, բա երեխեքի չեք ունեն, բա դուք թողնեք մարդ ժամանակ։ Որջանի։ ճիշտ է իքրեն։ Ներ չի որ իրան ժամանակ ունի։ Բա տեսնում եք, ոնց հասկանում եմ, ես ու Ձյաձ Ռուբեն նույն օրի ենք։ Մի գյուղից չենք, բայց մի օրի ենք։ Դե շատ սիրելի խաչիկցիներ ջան, մեր սիրելի հյուրեր ջան, մենք աշնան խաչվերացից հետո եկող շրջանի սեղանին ենք մասնակցում, շատ տոնական, որտեղ որ կա ուլիմիս, որտեղ որ կա մեր ավանդական բոլոր բարիքները, ինչը որ մենք մեր քրտիկով ստեղծել ենք։ Դրա համար մենք աղոթքով ճաշը, կերակուրը եւ սեղանը եւ սեղանակիցներին կորտնենք ու կսկսենք մեր գեղեցիկ սիրո ճաշը։ Ոտքի կանգնենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Օրհնեցի եւ սրբեցի ըստ կերակուրս, զմպելիս, այլև սեղանակիցներս, անվան հոր եւ որդվո եւ հոգուն սրբո, ճաշակեցու խաղաղությամբ ըստ կերակուրս, որ պարգևյալը մեզի դիառնե։ Օրհնյալ է Տեր ի պարգևս յուր ամեն։ Եվ ինչպես միշտ մենք որ խաչիկցիներս ասում ենք, ինչ ենք ասում, ինչպես տեսանք իրար։ Բարով տեսանք։ Բարով դե, խաչիկցիներն են այդ բարով տեսանք։ Բարով տեսանք։
Խաչը իրենց սրտում, խաչը սերը իրենց սրտում պահող խաչիցիների գյուղը շշմելու գյուղ է։ Սա գյուղ չի, սա առանձին մոլորակ է, որը բացահայտողը իր կյանքում այլևս երբեք չի մոռանա եւ հաստատ տեղը չի շփոթի եւ պարբերաբար կցանկանա գալ։ Ու վստահեցնում եմ ձեզ, այնպես չի, որ մենք նկարահանման ենք ու մեզ հիմա հյուրընկալ են դիմավորում։ Սխալ պահեցիր, մեկը իրանց հանում են, ուղարկում են հետ Երևան։ Նախիջևան։ Ես ուզում եմ ասել մի բան, խմեք օղի, խմեք գինի, թե ինչ, կարևորը այն սիրտն է, այն մեծ ու լայն սիրտը, որով դուք դիմավորում եք ցանկացած հյուրի, ու սրան սիրահարվելու զատ ուրիշ ոչինչ հնարավոր չի անել։ Այս մեծ սիրով թող ձեզ հազարապատիկ տրվի ու համի ուժը այսօր իսկական այն ազգային ոգու ուժի մասին է, որի փնտրտուքով էլ մենք 3 տարի առաջ սկսեցինք մեր համի ուժի ճամփորդությունը։ Խաչի գյուղում ապրում են իսկական ոգեղեն ամուր մարդիկ, մեր սահմանապահ մարդիկ են, մեր ավանդույթները պահպանող, որովհետև ամեն ուտեստի հետևում կա մի ամբողջ պատմություն։ Եվ ձեր այս գինին էլ, որը հյուրասիրեցիք մեզ սրտանց, շնորհակալ եմ, էլի մարդու պատմությունն է։ Ուրեմն խաղողից մինչև բոլոր բարիքները, որոնք դուք ստանում եք ու երբեք խանութից չեք օգտվում, թող միշտ լինի անպակաս։ Մենք էլ կգանք սիրով, լինի խցիկով, թե առանց կօգնենք, այնպես էլի, որ ես կադրում եմ գործանում, խոստանում եմ, այնպես էլ եմ անում։ Ձեր կենաց առողջ տեսնենք, ձյաձ Ռուբոյին էլ եկող տարի պսակենք, հերի կղավ ոլեղավ։ Կբավ է, իդել կբավ։ Էդ էլ կբավ։ Ձյաձ Ռուբոյին քան մարդը։ Շնորհակալ եմ շատ, Տիկին Վարդուհի ջան։ Շատ շնորհակալ եմ։ Մենք փաստորեն զգում էինք այդ սերը, ու այդ սիրով էլ եկել ենք։ Այս այնպիսի բաներ եք պատմել։ Ծամպակ ասել ենք։ Չէ՞։ Ոնց նայում եմ, այս տեմպերով մի բարձի էլ ծերանալու ենք։ Մի ծղոտ է բարձի։ Ամեն ինչ նրան ատա։ Քեզ իմանա կյանքը էլ։ Բայց այդ Ռուբոն հասկացել է, որ դեպի իմ սիրտ ճանապարհը մեկը անկացած տամոքսով։ Դե կարևորը մարդը գժական ուլի խորովը անում է։ Խրովը։ Որ խրովը լավը լինի, խրով չենք կենա։ Խաչիկ գյուղում դրական էներգիայով լիցքավորվելով մենք իջանք բարձունքից ու հայտնվեցինք ոչ պակաս գրավիչ ու հյուրընկալ մի վայրում։ Եղեգնաձորի միջնադարյան հայտնի Դադալի կամ Սուր կամրջի հարևանությամբ մի փոքրիկ գողտրիկ անկյունում։ Ճանապարհից շատ տեսանելի չէ, սակայն ցուցանակը հուշում էր, որ պետք է անպայման կանգ առնել այստեղ։ Շատ բան բաց կթողնեք, եթե գոնե մեկ անգամ մի գավաթ գինի չհամտեսեք այստեղ, Old Bridge-ի այս հյուրընկալ հարկի տակ։ Դրա հարևանությամբ է գտնվում Խալեթյանների ընտանեկան գինեգործարանը, որը հիմնադրվել է 1998 թվականին։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր կարևոր դերն է ունեցել այս գործում։ Փոքր քայլերով, ստեղծագործական մեծ մտքով, մանրուքներին ու որակին ուշադրություն դարձնելով հիմնել են սեփական այգիները։ Բարև ձեզ, բարով եք եկել, դուք հիմա գտնվում եք Հայաստանի ամենափոքր գինեգործաններից մեկում, Old Bridge-ում։ Սա ընտանեկան բիզնես է, հիմնադրման օրվանից, ընտանիքի բոլոր անդամները զբաղվում են, իրենց դերն ունեն այս աշխատանքում, ու մենք այսօր կգնանք մեր գործարանով, կանցնենք բոլոր փուլերով, կտեսնենք ինչպես է մեր գինին պատրաստվում։ Հիմա մենք գտնվում ենք առաջնային փուլում, ստեղ բերքը գալիս է, բերքավակից հետո խաղը բերվում է ստեղ, ու առաջին բանը, որ արվում է, ամբողջ բերքը լվացվում է։ Դրվում է այս սննդի արտադրության համար նախատեսված պլաստիկի արկղերի մեջ, լվացվում է, թողնում ենք մի քիչ քամվում, չորանում է խաղը, որից հետո խաղը գնում է սորտավորման, որը տեղի ունենում արդեն ներսում։ Այստեղ լվացված ու քամված խաղողը արդեն անցնում է սորտավորում, ձեռքով մեր աշխատողները հաթաթ ընտրում են այն խաղողը, որը որ պետք է օգտագործվի գինու արտադրության համար։ Խաղողը ստեղից արդեն ընտրված խաղողը գնում է ջարդման, որը տեղի է ունենում այս սարքում։ Խաղողը լցվում է այստեղ, մի կողմից դուրս են գալիս ջարդված խաղողի հատիկները, մյուս կողմից դուրս է գալիս չանչերը։ Հիմա մենք գտնվում ենք մեր մառաններից մեկում, որտեղ մեր գինիները, կարմիր գինիները անցնում են հնեցում, տակառների մեջ,
18-ից մինչև 24 ամիս։ Տակառները պատրաստվում են Արցախում, Արցախի կաղնուց։ Այս տակառներում 2 տարի մեր գինիները մնում են, հարստանում են, ստանում են իրենց յուրահատուկ ուժգնությունը, համը, հոտը, կաղնու բուրմունքը, որից հետո արդեն նոր մենք ունենում ենք մեր գինիները, որոնք հայտնի են իրենց պոտենցիալով, ուժգնությամբ ու կաղնու ուժեղ հոտով եւ համով։ Ստեղից հետո արդեն տեղի ունենում շշալցումը։ Շշալցումից հետո գինիները մոտ 1-ից 2 ամիս մենք թողնում ենք հանգստանալու։ Արտադրում ենք կարմիր եւ սպիտակ գինիներ։ Կարմիր գինիները մեզ մոտ արենի խաղողից են, սպիտակ գինիները ոսկեհատ խաղողից են։ Ընտրել ենք միայն էնդեմիկ հայկական խաղողի սորտեր, քանի որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մարդկությունը սկսել է գինու արտադրությունը։ Ինչպես գիտեք, արենի գինու քարանձավը այստեղից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա է։ Ու ինչպես ցույց են տվել հնագիտական պեղումները, խաղողի հատիկները, որ գտել էին քարանձավում, գենետիկորեն շատ նման են արենի սորտին, որը մենք մինչ օրս օգտագործում ենք մեր գինիների արտադրության համար։ Այսինքն ստացվում է, որ մենք զբաղվում ենք նրանով, ինչով զբաղվել են մեր նախահայրերը, այն տարածքում, որտեղ որ նրանք են արել ու կարելի ասել այն սորտով, որ նրանք են օգտագործել գինեգործության համար։ Վիտակավորումը մեզ մոտ կատարվում է այս սենյակում ամբողջովին ձեռքով, շատ պարզ, բայց էֆեկտիվ տեխնոլոգիայով դրվում է այս մակարդակը ցույց տվող փայտը, դրվում է շիշը ու արդեն այս մակարդակի ձեռքով կպցում են պիտակները։ Նույն ձևի հետևի պիտակի համար։ Ուրեմն մենք ունենք բոլոր հնարավորությունները ավտոմատացնելու այս ամբողջ process-ը ու դա շատ կարագացնի ու շատ ավելի էֆեկտիվ կդարձնի դա, բայց դա կնշանակի, որ այս process-ի վրա աշխատող մեր աշխատողները, ովքեր մեզ հետ արդեն ավելի քան 20 տարի աշխատում են, իրենք ուղղակի կկորցնեն իրենց աշխատանքը։ Մենք միշտ ասում ենք, պատկերացրեք, որ մեր ամեն շիշ գինին, օրինակ, որը բացվում է Ֆրանսիայում, Իտալիայում կամ ԱՄՆ-ում, պատկերացրեք, դրանց բոլորին մենք ձեռքով կպել ենք։ Ու միշտ մենք ոնց որ դուք եք ասում, Նազնին, մենք զգում ենք, որ դա միայն խմիչք կամ միայն հեղուկ չի, որ մենք վաճառում ենք։ Սա մշակույթը, սա պատմությունը, սա սերը ու իհարկե աշխատանքը։ Եվ ինչպես ես 7-րդ եթերաշրջանում անընդհատ սիրում եմ նշել, յուրաքանչյուր գինու գավաթի կամ շշի հետևում կանգնած է մարդը։ Մարդը իր պատմությամբ, աշխատանքով, այո, իր որպես մշակութային կրիչ եւ ընդհանրապես, եթե մենք ունենք մի բան, որը անքակտելիորեն մերն է, այդ մեր հոգու, աշխատանքի եւ մեր մշակույթի եռամիասնությունն է։ Այս տարի Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը մեզ իսկապես նվեր մատուցեց, որովհետեւ մենք սկսեցինք ներսից ճանաչել մեր գինեգործներին, մարդկանց, որոնք ի հեճուկս բոլոր խնդիրների կարողանում են զարգացնել գինեգործությունը եւ խաղողագործությունը։ Արմեն, հարցս ձեզ եմ ուղղում, եթե չեմ սխալվում, 98 թվականից եք հիմնադրել ձեր գինեգործարանը, այն եղել է ավելի փոքրիկ, ավելի շատ ընտանեկան։ Ինչից սկսվեց այդ սիրահարությունը գինու նկատմամբ։ Տեսեք Նազին ջան, ես միշտ ասում եմ, որ յուրաքանչյուր վայոց զորցի չկայացած գինեգործ է։ Ով ցանկություն ա ունենում ու մի քիչ էլ հնարավորություններ փորձում ա գտնել, այսօր այդ հնարավորությունները շատ ավելի շատ են, այդ չկայանալը դառնում է կայանալ, հոբի, նաև բիզնես։ Մենք եթե ավելի ճիշտ ասեմ 98 թվականից սկսել ենք մեր այգիները հիմնելուց, որտեղ որոշել ենք, որ այն ոսկե պոստուլատը, որ գինեգործության մեջ կա, որ լավ գինու 80% աճում է այգում, մենք դա որոշել ենք պահել։ Ու մեր հաջողությունների երևի ամենակարևոր բանը, ֆակտորը, գրավականը դա սեփական այգիների միշտ որակյալ խաղողն օգտագործելն է։ Վայոց ձորում գյուղատնտեսությամբ զբաղվել ու խաղող մշակել իսկապես պետքա մարդը շատ նվիրված լինի, որ կարողանա արդյունք ապահովի ու հպարտանա դրանով։ Քարից հացն է։ Քարից հաց քամելն է։ Վայոց ձորում խաղող աճեցնելը հավատացեք, որ քարից հաց քամելու տիպիկ օրինակ է։
Ես միշտ հպարտացել եմ մեր ֆերմերներով, մեր յուղացիներով, որ այս դժվարին պայմաններով եղանակային, լոջիստիկայի, տարբեր օրենսդրական ոչ մի բանի առաջ չեն կանգնել ու շարունակել են դարերով մշակել։ Ու մենք մեր համտեսի սրահում երբ հյուրերի ներկայացնում ենք մեր գինիները, հպարտությամբ ասում ենք, որ մեր Արենի խաղողը, որպես հին հայկական ծագում ունեցող, առնվազն 6000 տարվա պատմություն ունի, ելնելով Արենի մեկ քարանձավում գտնված այդ կորիզների գենետիկական անալիզից, որ շատ մոտիկ այսօրվա մեր Արենիին։ Մենք հաճախ թերանում ենք մեր ճանաչողության մեջ, ոչ թե գինեգործն է թերանում իր գինին ներկայացնելու մեջ։ Սա երկու ստեկ մի աշխատանք է, որ պետք է կարողանանք ճիշտ համադրել։ Այս դեպքում Ուշոջյան արդեն անելիքը ձերն է։ Ինչպես է սովորական քաղաքացին, հայը, մարդը կամ զբոսաշրջիկը ճանաչում Old Bridge գինին։ Ինչպես է գտնում, որտեղից է գտնում։ Old Bridge գինին մենք ի սկզբանե նպատակ ենք ունեցել մեր սպառման շուկայի քաղաքականության մշակման ժամանակ, որ մեր գինով զբաղվեն գինու մասնագետները, այսինքն մասնագիտացված խանութ սրահները, մասնագիտացված գինու ռեստորանները, այլ կերպ ասած այն վայրերը, որտեղ կարող են մարդիկ խնամել մեր գինիներին, պատշաճ ձևի մատուցեն ու ներկայացնեն մեր արտադրանքը պատշաճ ձևի։ Այսինքն քանի տարեկան քանի շիշ ենք կարողանում ներկայացնել գինեսեր մարդկանց։ Մենք տարեկան արտադրում ենք մոտ 10000 շիշ կարմիր գինի, մոտ 5000 շիշ սպիտակ գինի, ոսկեհատ խաղողից, ինչպես նաև պլաններում կա արդեն շուտով ներկայացնել մեր նոր արտադրանքը, խաղողի գրապա հնեցված։ Այո, եւ ես կգամ ձեզ մոտ խմելու էսպրեսոն գրապայի հետ։ Վերջ, որոշվեց։ Բաղադրատոմսը գիտեք։ Այո, իհարկե։ Գինեգործարանի հիմնադիր Արմեն Խալաթյանի խոսքով գինու արտադրությունը սովորեցրեց իրենց աշխատել նվիրված, ջանասիրաբար, աշխատել միասին եւ վայելել միասին այդ արդյունքը, լսել եւ հարգել մեկը մյուսի կարծիքը, անսահման երախտագիտությամբ եւ սիրով լցվել դեպի հայրենիքը։ Շատ կարևոր է, որ աշխարհագրական գրանցում ստանան մեր գինիները, այսինքն նշվի, որ սա արփայի հովտի Արենիից կամ արփայի հովտի ոսկեհատից պատրաստված գինի է, ու ես վստահ եմ, որ կգա այն օրը, որ դա կդառնա աշխարհահռչակ բրենդ, ու մարդիկ կճանաչեն միայն արփավելի կարդալով կիմանան, որ դա բարձրորակ գինի է։ Մոտ քանի մետր, այսինքն 1000, թողեք ասեմ, 8 րոպե կասեմ, մոտ 1200 քանի մետր է։ 1150։ Մեր այգիները 1150-ի վրա։ Սա բավականին բարձր նիշ է, այսինքն խաղողի այգիները այդքան նիշ բարձր են գտնվում ծովի մակերևույթից։ Իսկ ես կասեմ մի ուրիշ բան, չմոռանաք, որ Խաչիկ գյուղում թերևս ամբողջ աշխարհում միակ 1800 մետր բարձրության վրա գտնվող հյուսիսային կիսագնդի համար ամենաբարձր մշակվող խաղող աճեցվող բանը տերուարն է Խաչիկը։ Մեր պատմական հայրենիքից մի բուռն է մեզ մնացել, բայց այդ ափի մեջ մի ամբողջ տիեզերք կա բացահայտելու։ Մենք արդեն 7-րդ եթերաշրջանն է համի ուժով, որ շրջում ենք Հայաստանով եւ հայկական աշխարհով, եւ դեռ այնքան բան կա բացահայտելու։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին մենք հայկական գինու ճանապարհն ենք անցնում։ Կաթիլ առ կաթիլ բացահայտում ենք նրա գաղտնիքները եւ ամեն անգամ կյանք եւ զորություն ենք մաղթում մեր հայրենիքին եւ մեր զինվորներին։ Բայց լինում են պահեր, երբ գեղեցիկ կենացները, գեղեցիկ խոսքերը պետք է վերածվեն աղոթքի։ Մեր այս հաղորդումը թույլ տվեք ավարտել հենց այդպես։ Պահապան ամենայնի Քրիստոս, Աստված մեր, քո ամենազոր աչով պահիր ու պահպանիր մեր զինվորներին եւ մեր բոլոր սահմանապահներին։ Ամեն։